Հալելույա, Աստված օրհնի սիրելի եկեղեցի, կարող ես շրջվել կողքինիդ, ջերմ, հայացքդ ուղղել, մի ժպիտ պարգևել, եթե կարաս շռայլիր մի լավ խոսք ու կարող եք նստել Տիրոջ քաղցր, թանձր ներկայության մեջ, Աստված օրհնի ձեզ, դուք հրաշալի եք, հալելույա, փառք Աստծուն, մենք իրականում ձեզ շատ ենք սիրում, ձեր եկեղեցին, ձեր հովիվներին, որ սենց վստահված առանց որևէ մի սահմանների մեզ հնարավորություն է տալիս, որ մենք Տիրոջ խոսքը կիսվենք, Տիրոջ խոսքով գանք եւ մեր փորձերը փորձանակենք իրար հետ։ Փառք Աստծո։ Փառք Տիրոջը սիրելի եկեղեցի։ Ով գիտե այսօր ինչ օր է։ Ամեն։ Այն հրաշալի օրը, այն սպասված ու բաղձալի օրը, որ աշակերտները դեռ չէին պատկերացնում, դեռ կար, իհարկե, Հիսուսը փչեց, ասեց ստացեք Սուրբ Հոգին, բայց ընդամենը դա տեսական չէր, ինչքան որ երբ որ գնաց, ասեց 50-րդ օրը ես կուղարկեմ Սուրբ Հոգին, ինչա կոչվում Պենտեկոստե, Պենտե հունարեն 50 է նշանակում, այսինքն նոր կտակարանը մենք հասկանում ենք, որ գրվել է հունարենով, շատ անգամ մենք, եթե բնագրից ինչ-որ բան ենք ուզում հասկանանք, միշտ աշխատում ենք հունական բնագրերը ուսումնասիրել, թե հասկանալ խոսքը ինչի մասին է, այսինքն նոր կտակարանը գրվել է հենց հունարեն լեզվով, հատկապես մեծամասնությունը, կամ որ գրվել է լատիներեն, դա հռոմեացիների թղթերն է, բայց այնուամենայնիվ հիմա չենք անցնում աստվածաշնչյան թեմաներին, քանի գիրք կա, քանի մարգարեության գրքեր կան, այսօր մենք խոսելու ենք Աստծո հետ մտերմության մասին, որովհետև այսօր եթե ես ու դու մտերիմ ենք, նշանակում է, որ ինչ որ մեկը առիթ է հանդիսացել, որ ես ու դու լինենք մտերիմ, ամեն, ու այդ մտերմությունը Աստված ուզում է գնալով ավելի հարաբերությունը ուժեղացնի եւ ոչ թե անվստահություն մեկս մյուսից նկատմամբ ունենանք, բայց միջև մեր կյանքի մեջ չունենանք այն կարևոր ու թանկագին ու անփոխարինելի անձնավորությունը Սուրբ Հոգին, ասեմ, որ իմ ու քո մտերմության մեջ միշտ բախումներ կարող են լինել, ամեն, այսինքն համաձայն եք ինձ հետ, փառք Աստծո, Ես հավատում եմ, որ դուք Աստվածաշունչ կարդացող մարդ եք, Աստծո հետ առնչվող, Աստծո բնավորություններից որոշակի տեղյակ, միգուցե ինձանից շատ, ես դրանում շատ ուրախ կլինեմ, հովիվներն առավել ևս, բայց սիրելիս, եթե մենք չունենանք Աստծո հետ, Սուրբ Հոգու հետ, օրեցօր ավելացող մտերմությունը, մեր աստվածպաշտությունը մի տեսակ դառնում է ձևական բնույթ, Ինչի համար եմ ասում ձևական բնույթ, որովհետև մեզ այս երկրի վրա կապող օղակը, ուժ տվող, զորացնողը դա Սուրբ Հոգին է, իսկ եթե մենք Սուրբ Հոգուն մեր կյանքից, արանքից հանում ենք, մնում է գիտեք ինչը, մարդկային կեցվածքը, առանց Աստծու, իսկ առանց Աստծու, Աստված հեռու պահի են մարդուն, որի կյանքում Աստված չկա, Թեկուս մի հատ դատավոր կար ասեց, Աստծուց էլ չեմ վախենում, մարդկանցից չեմ ամաչում, բայց այս կնոջը շնոր անեմ գնա էլի, որովհետև այդ կինը այնքան էր հարցերով, պրոբլեմներով եկես, մարդը ասեց գնաման, բայց այս այդ դեպքը չի սիրելիներս, ստեղ կարևոր է, որպեսզի ես ու դու հասկանանք մի բան, իմ կյանքը թարմություն բերում է օրեցօր Աստծո հետ շփումը եւ ոչ թե մարդկային հարաբերությունը, որը որ շատ անգամ ինչ որ իրար հետ զրուցում ենք, կիսվում ենք, երկու ընկերներ կամ երկու ընկերուհիներ, մեկ էլ տենում ես այդ պատմությունը իրան եկան պատմեցին։ Այս ընկերը վիրավորված ասում է ընկերոջը, ախր ես ամենակ քեզ էի պատմել։ Այս պատմողը մոռանում է, որ մի ինչ-որ մեկի էլ է պատմե, կամ էլ այդ տվյալ անձնավորությունը ինչ-որ մեկի մոտ պատմել է, այսինքն մենք հասկանում ենք, որ հնարավոր են,
Մարդը կատարյալ չի, մարդը կատարելություն ձեռք է բերում Աստծո հետ հարաբերությունից, երբ որ նրա մտերմությունը հասնում ամենաբարձր գագաթնակետին։ Գիտեք ինչ էր նշանակում Աստված, որ խոսում էր Մովսեսի բերանով։ Սա սահմանների ամենաբարձր սանդղակն էր, որ Աստված Մովսեսի հետ խոսում էր, բայց նույն ձևի խոսում էր Աբրահամի հետ, որովհետև Տերն ասում էր, ինչ որ Աբրահամը որոշի, ես նրա որոշման հետ կնստեմ, կխորհրդակցեմ։ Եղել ան դեպ, որ Սուրբ Հոգին քեզ հետ նստի ու ինչ որ հարց քննարկի։ Իսկի չեք էլ հասկացել, եղել է թե չէ, որովհետև մենք այնքան ենք մեր մարդկային շնչավոր երևույթի վրա շարունակում առաջ գնալ, որ մենք չենք կարողանում հասկանանք, երբ Սուրբ Հոգին խոսեց, երբ Սուրբ Հոգին արտահայտվեց։ Գիտես, Դերեկ Պրինսը շատ հրաշալի մի բան ասում, այն հավատացյալ քրիստոնյաներից, որոնք որ շատ հաճախակի ասում են, Սուրբ Հոգին ինչ շահը գրգռեց, որ ես գամես քեզ ասեմ, լսիր սիրելի, Սուրբ Հոգին երբեք ստիպողաբար ոչ մեկին ոչինչ չի պարտադրում։ Ինքը ամեն բան անում է քաղցրության հաշվին։ Ինչ որ մենք անում ենք, եթե չենք անում սիրուց դրդված, գիտեք, պտուղներն են երևում, մենք Սուրբ Հոգուց դրդված քայլեր արեցինք, թե մեզ ուզում ենք, գիտեք, այնքան հեշտ է մարդկային մանիպուլյացիան, մեր էմոցիան դնում ենք դեմը, հետևից բրդում ենք Սուրբ Հոգուն, Սուրբ Հոգին ասեց, Սուրբ Հոգին նման ձևով չի վերաբերվում, Սուրբ Հոգու գործողությունը խաղություն է, հեզություն է, նույնիսկ մի կտրուկ, կարճ, շարժում նա կարող է լռել։ Ես չգիտեմ դու այդպիսի վերապրում ունեցել ես, ես չգիտեմ դու հասկանում ես ես ինչի մասին եմ խոսում, բայց ես քեզ ասեմ սիրելի եկեղեցի, ես խոսում եմ նրա հետ իմ ունեցած փորձից, ես քեզ հետ կիսվում եմ իմ ունեցած նրա հետ ժամանակներից, որ մի կարճ, մի կտրուկ, սենց քայլ ու ես միշտ տեսնում եմ, ասում եմ Տեր ջան ների, ինձ խնդրում եմ, այս հնարավորություն, այս լավ, թանձր, քաղցր ներկայությունը ես ուզում եմ նորից վերականգնվի։ Բայց այդ բավականին ժամանակ էր պետք, որպեսզի ես նորից ստեղծեմ այնպիսի հարթություն, որ Տիրոջ Հոգին գա ու ինչ որ բան իմ հետ խոսի։ Գիտեք, ես քեզ ինչի համար եմ այսօր, ինչ եմ ուզում քեզ սովորացնեմ, որ մենք մեկս մյուսից նկատմամբ ունենանք նույն վերաբերմունքը, սիրելի եկեղեցի։ Երբեք շռայլաբար չվերաբերվենք։ Աստծո խոսքն ասում է, աշխատեք իրար չխայթեք, իրար չկծեք, եթե կծեք էլ մի թույլ տվեք արևը մայր մտնի, այս նախասահմանությունը գրված է մեզ համար, դրա համար մեզ պետք է, որ մենք մեկս մյուսից նկատմամբ շատ ուշադիր լինենք, հարգանքով լինենք, վերաբերմունքով լինենք, վերապահումներով լինենք, ոչ թե արայով կամ աղջիով կամ չգիտեմ բարձրաձայն, սրանք չեն խոսում Աստծո արդարության մասին։ Միշտ Սուրբ Հոգին, միշտ Աստված խոսում է մեղմիկ ձայնով։ Ես չեմ հիշում իմ կյանքում մի իրավիճակ, որ Աստված ինձ հետ խոսեր բարձր տոնով, չի եղել տենց դեպք, նույնիսկ, եթե ես կարող եմ ոտնակոխել մեղքի ճանապարհը, դարձյալ այդ ժամանակն ինձ հետ չի խոսած այդ ձև։ Ուրեմն սիրելիներս, մենք պիտի վերցնենք նրանից օրինակ, որովհետև նա է մեր օրինակը, ես չեմ այստեղ, որ հիմա քեզ սովորեցնում եմ իմ օրինակով երբեք չապրես, ապրի Աստծոց տրված հոգու պարգևներով ու շնորհներով, ամեն, ուրեմն սիրելիներս, ես ինչ եմ ուզում այսօրվա իմ ուղերձի մեջ քեզ ուշադրություն դարձնել, մտերմացիր Սուրբ Հոգու հետ, ընկերացիր նրա հետ, դու քո կյանքում ամեն րոպե, ամեն վայրկյան կշահես, շատերն ասում են, հավատացյալի կյանքը ինչ է տալիս, լսիր, այդ մարդ հասողը գիտես ով է,
ով ընդհանրապես չգիտի նույնիսկ ով Աստված, բայց մենք իմացողներս լավ գիտենք, թե Աստված ինչա տալիս մեզ, ինչա փոխանցում մեզ, այն որ քո ներսը ուրախություն է թագավորում, էլ քեզ ուրիշ ինչ որ բան պետք է, այս դժվարության, այս մարտահրավերների մեջ, որ ամեն րոպե, ամեն վայրկյան շատերը սպասում են ինչ-որ մեծ պայթունի, երրորդ համաշխարհային պատերազմի, ասեն ճակերտավոր ասած, բայց գիտես, ես ուսումնասիրել եմ շատ հավատացյալների կյանքում, որ այդ մարդիկ ընդհանրապես դրա մասին էլ չեն մտածում, գիտեք ինչն է պատճառը, որ իրանք Աստծո մեջ են դրել իրանց, ու այլևս չեն հոգ տանում, թե ինչ կլինի, ինչ չի լինի, կամ ինչ է սպասվում կամ ինչ չի սպասվում։ Իսկ այսօր շատերս մենք կենտրոնացած ենք ինֆորմացիայի վրա եւ մտնում ենք այդ ինֆորմատիկ դաշտը ու սկսում ենք քրքրել, նայելով տեսնում ես բավականին ժամանակ անց է։ Ընտեղ թողեցիր քո խաղաղությունը, ընտեղ թողեցիր քո այն երջանիկ պահերը ու մեկ էլ տեսնում ես մշուշի անորոշությունը պատելա քեզ։ Բայց երբ որ մենք սկսենք Տիրոջ հետ հարաբերություն հաստատել, գնալ նրա հետևից, փնտրել նրան, ասում է կանչիր ինձ եւ ես քեզ կպատասխանեմ եւ մեծամեծ բաներ կսովորեցնեմ։ Սա կարելի ասած Եսայի մարգարեության 33:3-ն է, որը ես շատ սիրում եմ այս խոսքերը կրկնել, սիրելիներս։ Սա կարելի ասած հեռախոսահամարի պես մի բան է։ Երեմիա 33:3, որովհետև Տերն ասում է կանչիր ինձ նեղությանը տորը։ Ինչքան մարդ կա որ այսօր նեղության մեջ է, թող ձեր բարձրացնեն, Տերը գիտի։ Փառք Աստծո, որ շատ քիչ մարդ է նեղության մեջ, բայց ասեմ բոլոր նրանք ովքեր որ նեղության մեջ են, Տերը գիտի դու ինչ կարգավիճակի մեջ ես։ Այսօր նա քեզ հաղթանակներ ու հաղթություն է պարգևելու, որովհետև մենք այսօր տոնում ենք Սուրբ Հոգու Պենտեկոստեի տոնը, սիրելիներս, որովհետև մենք պիտի ոչ թե սենց մռայլ դեմքով նստած, այլ մխիթարված, որովհետև հենց ինքը Սուրբ Հոգին մխիթարության հոգի է։ Նա այստեղ է, որպեսզի ես ու դու մխիթարվենք, եւ որն է մխիթարությունը, մենք գնում ենք, չէ, ինչ որ խնդիրներ ունեցած մարդու տուն, ինչ որ բառեր ենք ասում, ինչ որ փորձում ենք այդ մարդուն ինչ որ ձևից անենք։ Գիտես Սուրբ Հոգին ամենապրոֆեսիոնալ մխիթարիչն է, հենց իր անունը կոչվում է մխիթարության հոգի։ Նա որ գալիս է մեր կյանքում, նույնիսկ խնդրեմը կողքներս մենք չենք նկատում։ Պատճառը որն է, որովհետև նա կլանում է իր բազում քաղցրությունով, եւ Աստծո քաղցրությունը բոլորից բերում է թեթևություն, խաղաղություն, ապահովություն։ Մեկ նայում ես, ասում ես, բայց այս խնդրեմն էլի չկորավ։ Բայց էլի դրա վրա դու ուշադրություն չես դարձնում, որովհետև դու կլանված ես Սուրբ Հոգու կենթանի ներկայության մեջ, ամեն, փառք Տիրոջը։ Սաղմոս 25:14 Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, տեսեք, Դավիթ թագավորը ուզում է իր օրինակից բերել շատ կարևոր բան, հայտարարություն անում, որոնք վախենում են նրանից։ Վախ հասկացողությունը ես չեմ ուզում դու պատկերացնես, գիտես, որ դու միամիտ կայնացեր ու ես սենց քեզ վախեցրեցի կամ ինչ-որ մի դեմքով, սրա մասին չի խոսում, խոսում Աստծո երկյուղի մասին։ Գիտես, կին ամուսինները, որ իրար հարգում են, կամ ասենք ամուսնուն, հաճախակի կինը վերաբերվում անենց, որ հարգն է, դա չի նշանակում, որ վախում է, այլ նա հարգանքից ելնելով ամեն բան անում է, որ ամուսնուն չբարկացնի, կամ ղեկավարին չբարկացնի, սենց ասեմ, կամ աշակերտը ուսուցչուհին չբարկացնի, կամ ուսուցիչին, այ երկյուղը սա է, որ մենք հարգանք ենք ցուցաբերում, եւ ոչ թե վախից դրդված, այլ սիրուց, վախը լրիվ ուրիշ հարթության վրա է, սիրելի եկեղեցին, բայց երկյուղը քեզ տանում է դեպի փրկության, ապաշխարության, վերափոխման, ազատման,
Իսկ եթե մեր մեջ նստած է ինչ որ մի վախ, օրինակ ես շատ անգամ հանդիպում եմ քրիստոնյաների, ցույց են տալի իրանք ժպտում են, բայց իրանց ներսը վախում է։ Ես չգիտեմ օրերից մի օր սատանան եկավ, ինչ իրականջին շշնջաց։ Այդ մարդը սկսել է արդեն կեցվածքը փոխվել, այն առաջվա այն ներսի ժպիտը չի երևում։ Չես տեսնում այն սպասվելիք ուրախությունը, որ ուներ մի ժամանակ։ Ու հետո աղոթք ես անում, Տերն ասում է, որովհետև ինքը դուռը բացեց սատանայի համար, եւ նա արդեն հայտնվել է ծուղակի մեջ։ Էլ սատանան թույլ չի տալիս, որպեսզի ինքը լիարժեք ու ազատորեն վայելի այս կյանքն ու այս երկիրը։ Ու դրա համար ինչա մեզ պետք։ Աստծո հետ մտերմությունը ավելի ուժեղացնել։ Նույնիսկ եթե այն ժամանակ կարդում աղոթում էիր կես ժամ, մի ժամ, 2 ժամ, դի մի քիչ ավելացնես, փնտրես Տիրոջ երեսը։ Գիտեք, հզոր քարոզիչներից մեկը ասում են, հարց են տալիս, դուք ինչքան ժամ եք աղոթում, ասում է, ճիշտն ասած ես չգիտեմ, ճիշտ չի կես ժամ աղոթելը, բայց ճիշտ էլ չի կես ժամ չաղոթելը։ Այսինքն հարցին հարցով է պատասխանում, այսինքն այդ մարդը միշտ Աստծո հետ է քայլում։ Ինչ լավ օրինակ է, չէ՞։ Այսինքն մենք պետք է վերցնենք այսպիսի հրաշալի լավ օրինակներ, որ մենք միշտ աղոթքի մեջ լինենք, մեր միտքը կապված լինի միշտ Աստծո հետ։ Միշտ խոսքն ասում է, քնած թե արթուն մենք պիտի ինչ լինենք, զարթուն լինենք, մենք պիտի արթունը նկատի ունեմ ցերեկվա մասին, սիրելիներս, գիշերը դե բոլորս ենք քնում, բայց գիշերը քնում ենք, բայց մեր միտքը արթուն է։ Մենք կարանք զգոնություն, այո, եւ մենք կարանք ցերեկ արթուն լինենք, բայց քնած լինենք։ Այս սրա մասին եմ ես ուզում դիտարկում անեմ։ Եվ եկեք շարունակենք։ Եվ իր ուխտը սովորեցնում են նրանց։ Ուխտ դա պատվիրաններ, ուղերձ, Աստծուց եկած խոսք, ինչա Տերը խոսացել քեզ, փոխանցիր լսողներին, որպեսզի լսողները փոխանցեն իրանց եկող գալիք սերունդին, այսինքն Աստծո խոսքը, սիրելիներս, ամեն անգամ մեզ համար կարդալուց մի նոր հայտնություն պիտի բերի, եթե մենք իրականում Աստծո ջերմտերմության հարաբերության մեջ ենք։ Ուրեմն մենք պիտի քայլ անենք, որպեսզի Աստծո ուշադրությունն ավելի գրավենք, քան աշխատենք մեր ղեկավարի սիրտը գրավելը, որպեսզի մի քիչ աշխատավարձ ավելանա։ Սիրելիս, այդ աշխատավարձ ավելանալը միգուցե քո սրտի ուրախությունը կորի, որովհետև ում առաջ խոնարհվում ես, դու նրան էլ երկրպագում ես։ Այսօր մենք սովորենք Տիրոջից ակնկալել ամեն բան։ Լավ է, որ դու քո ղեկավարության հետ ունես լավ մտերմիկ հարաբերություն, բայց մի սարքիր Աստված։ Կա միակ գահին նստած Աստված, որ նա իր փառքը երբեք ոչ ոքու չի տվե, սիրելի եկեղեցի։ Նա նախանձավոր է։ Եվ իր նախանձավորությունը երբեք թույլ չի տա, որ ես եւ դու գնանք այդ քայլերին։ Առակաց 3:32 Որովհետև խարդաղ մարդը զզվելի է Տիրոջը, բայց նրա մտերմությունը ուղղամիտների հետ է։ Խարդաղ մարդուց միշտ բոլորս ենք խուսափում։ Գիտեք խարդաղ մարդու հետ ովքեր են ընկերանում։ Խարդաղ մարդիկ։ Սպորտսմենները անկախ որ երկրում, որ քաղաքում իրանք հանդիպում են, չգիտես ինչի, ստացվում անենց որ հավաքվում են։ Իրանք իրանց թեմաների շուրջը խոսալու բան ունեն։ Հավատացյալները որ երկրում որ լինում են, անմիջապես այդ լույսը օգնում է, որպեսզի իրանք միաբանվեն։ Ու խոսքն ասում է խարդաղ մարդուն, որը որ Աստված չի ուզում տեսնի, որովհետև նրա տիրույթի մեջ, նրա շրջանակների մեջ մի հատ սխալ բիծ չկա։ Նշանակում է մեր կյանքում այդ բծերը պիտի գնալով կորեն, ոչ թե ավելանան, սիրելիս։ Դրա համար այսօր ես քեզ ուղերձ եմ տալիս։ Դու կասես, բայց այս դժվարության մեջ ես ոնց կարամ 100%-անոց լինեմ։ Սիրելիս, 2000 տարի մի անձնավորություն կար, եկավ այդ ամեն ինչը կատարեց։
եւ ճանապարհը ցույց տվեց, հիմա մենք ունենք այն Սուրբ Հոգու ուժը, որը որ մեզ օգնում է, որը որ մեզ դրդում է, որը որ մեզ առիթ է հանդիսանում, օրինակ է ցույց տալի, որովհետեւ ասում է նա կհանդիմանի մեղքի համար, նա կհանդիմանի ամեն չար բանի համար, մեզ կսովորեցնի եւ Հիսուսի մասին եւ Աստծո մասին լիքը տեղեկություններ կտա։ Հիմա կարող է շատերի մոտ հարց առաջանում, այս մարդը, այս որտեղից է այսքան ինֆորմացիան տալիս, սիրելիս, որովհետև ես քեզ հետ չեմ ընկերացել, ես նրա հետ եմ ընկերացել, ու ես ինչ որ լսել եմ, նրանից էլ փոխանցել եմ։ Հիսուսն էլ ասեց, եթե դուք ինձ ճանաչեիք, իմ հորն էլ կճանաչեիք։ Բայց ցավոք սրտի, որ հրեաների մեծամասնությունը կրոնապաշտներ են ու միշտ կրոնապաշտները բախվելու են կրոնապաշտների հետ, բայց իմաստուն քրիստոնյաները միշտ շրջանցելու են, որովհետև խոսքը Պողոս առաքյալը Տիմոթեոսին ուղղված նամակում ասում է նմանատիպ վեճերից անիմաստ, փախիր։ Հիմա կասեն գլխաշոր կապի, կասեն այս չի կարելի, կասեն այն չի կարելի, մենք փախնում ենք, ոչ թե փախնում ենք, որ այդ հարցը պատասխանը չտանք, մենք դրա պատասխանը շատ լավ գիտենք։ Պարզապես որպեսի վեճ չառաջանա, մենք խուսափում ենք նման բաներից, բայց երբ որ հարկ է լինում, որ ոչ ոք ոչ մի բանում չի խանգարում, մենք նստում ենք ու սովորեցնում ենք, ու այդ ժամանակ գլուխները կախում են, ասում ենք, հիմա տարբերությունը տեսար, այսինքն մարդկանց մենք պիտի միշտ ցույց տանք, որ մենք գիտենք քո հարցի պատասխանը, բայց մենք չենք ուզում իջնենք քո մակարդակի, որ ավետարանի այդ էր մնացի Աստվածաշնչով էլ սկսենք կռվելը, որ շատերի համար դա զենք է դառել, սիրելի եկեղեցի, բայց Աստվածաշունչը ոչ թե ինձ ու քեզ համար զենք է, որ իրար վրա կրակենք, այլ որ այս խոսքերը փոխանցենք, վերաբերմունքը, կյանքը, իրականությունը, մեղրը, այն քաղցրը փոխանցենք ու դա տեսնեն։ Դրա համար այսօր սատանան եկեղեցիների վրա միշտ աշխատում է մարդկանց աչքերի վրա քող գցել, որ չտեսնեն Տիրոջ ձեռագիրը։ Բայց փառք Աստծո, որ մարդիկ կան, որ միշտ պայքարում են, միշտ ավետարանի խոսքի միջոցով, միշտ մարգարեական ինչ-որ ուղերձներ են ուղարկում։ Ով է մեղավոր, որ դու ծառայությանը եկել ես ու զբաղված է քո միտքը ուրիշ բաներով, որ դու պետք է լիներ ես մի ժամ այստեղ, բայց քո միտքը, չգիտեմ, քո շինարարության մեջ է, քո բիզնեսի մեջ է, լսիր, քո բիզնեսը կծաղկի գիտես երբ, քո շինարարության տնտեսությունը գիտես երբ կծաղկի, երբ որ դու գրավես Հիսուսի սիրտը եւ նրանով սկսես լցվել եւ կաշխատես քիչ, կվաստակես շատ, որովհետեւ շատ վազելու մեջ էլ չի։ Պարզապես եթե գրավես Տիրոջ ուշադրությունը, ուղղակի ես քեզ ասեմ, քո բիզնեսը ուղղակի կծաղկի։ Քո հաջողությունների դռները օրեցօր մի ձևով կբացվեն։ Կհայտնվեն մարդիկ, ովքեր քեզ ճիշտ ուղղություն կտան, բայց միջև այդ մարդիկ են հանդիպում, որոնք որ քեզ շեղում են քո ճանապարհից։ Դրա համար մեզ պետք է սերնես, որ հեռու լինել են նենգավոր մարդկանցից, որոնք որ միշտ հեռացնում են Տիրոջ երկյուղը, որովհետև ասում է խարդախը որն է, որ նա միշտ գա քո հետ բանակցության, ամեն ինչ անելու է, որ իրա օգուտը տեսնի, հենց երեսը թեքես մի հատ է գողանա, ու դու տեսնում ես մի որոշ ժամանակ քո տնտեսության, քո ֆինանսների մեջ մեծ արտահոսք կա, բայց սիրելիս ես քեզ կոչ եմ անում, սիրելի հավատացյալ, ես չգիտեմ ում հետ եմ խոսում սա, կարող է մեկը նստած ասում ես լրիվ իմ կյանքն է պատմում ես եղբայրը, ու տենց էլ կարա լինի, բայց ես քեզ ասում եմ քո վստահությունը, քո տեղեր այդ վստահության ներդրումները տեղափոխիր Քրիստոսի վրա ու կտեսնես քո կյանքում ամեն ինչ ծաղկեց, հավատարիմ եղի ամեն ֆինանսական իրավիճակների մեջ, հավատարիմ եղի Տիրոջը, ես դեռ չեմ խոսում ընծային նվիրատվության, զոհաբերության մասին, չեմ ուզում անպագորգոր, ես ուզում եմ ինքդ համոզվես,
ու քո սեփական վկայությունը դրթի դրան, որ տվողը ոչ թե աղքատանում, այլ հարստանում է։ Շատ անգամ մարդիկ ասում են, որն է ձեր շահ, ասում եմ, շահ չունեմ ես, Աստված գիտի։ Ես ձեզ մի հատ բան ասեմ, եթե նույնիսկ մի լումա, մի 1000 ռուբլի կամ 100 ռուբլի մենք վերցնենք, Աստված կհանդիմանի։ Ես ձեզ հաստատ եմ ասում, բայց այստեղ մեր շահը գիտես որն է, որ քո հարուստ լինելը, որ դու երբեք աղքատության մտածելակերպից հեռու լինես, որ քո կյանքում Աստծո քաղցր կենթանի ներկայությունը միշտ մատակարարի, անսպառ, ամեն, դրա համար պիտի մենք հեռու լինենք նմանատիպ մարդկանցից, որովհետև նրանց նպատակը չի գալիս, որպեսզի մեր բիզնեսը ծաղկեցնի կամ ավելի առաջ գցի, նրանց նպատակը խարդախ, հենց այդ բառը հենց ինստինկտիվ մեզ հուշում է խարդախ, որ այդ մարդու մեջ ճշմարտություն չկա։ Ուրեմն մենք այդպիսի մարդկանցից ինչ պետք է անենք։ Հեռու մնանք, բայց աղոթենք, որ Աստված իրանց բժշկի, որովհետև մի ժամանակ էլ մենք ենք այդ խարդախության մեջ։ Ես իմ մանկությունը հիշում եմ, տանը մայրս ստեղ կենթանի ներկա կարակ մոտենակ հարցնեք, ասում էին, այ մարդ մի հատ ճիշտ բան չկա բերանդ։ Այդ օրը եթե ես մի 5-6 հատ սուտ չխոսայի հնարավոր չէր։ Բայց հիմա ես զզվում եմ եւ ստախոսներից, եւ ստից, առհասարակ չհաշված իր Աստծուց, ստի։ Ու ես գտել եմ իմ քաղցր, իմ կյանքի նպատակը, դա Հիսուս Քրիստոսն է, դա Սուրբ Հոգին է, որ ամեն ժամանակ ինձ հետ գալիս առաջ։ Հովհաննես 7:17-ում ասում է, եթե մեկը ցանկանում է նրա կամքը կատարել, կամ մարդիկ ովքեր նրա կամքը ուզում են կատարել, Փառք Աստծո, ոչ բոլորը, բայց ամենայն դեպս կան մարդիկ, եթե ցանկանում է նրա կամքը կատարել, նա կհասկանա, թե այս ուսուցումը արդյոք Աստծուց է, թե ես ինքս եմ ինձանից եմ խոսում։ Տեսեք, Հիսուսը հրեաների մասին խոսում է մի կարևոր բանի մասին, որ եթե մեկը ցանկանում է նրա կամքը կատարել, նա կհասկանա, թե այս ուսուցումը, այն ինչը ինքը սովորեցնում էր, այն ինչը ես ու դու ժառանգել ենք, այն ինչը որ ես ու դու սովորել ենք դեպի արդարությունը, դեպի կատարյալը, ասում է, թե ինքս ինձանից եմ խոսում, այսինքն ինքը ուզում էր հասկացնել տար, որ իմ խոսացածի մեջ, արդյոք իմ խոսքն է, թե իմ խոսացածի մեջ շատ տարօրինակ բաներ կան, գիտեք հրեաների մոտ ինչն էր հարց, որովհետև ինքը Հիսուսը այնպիսի բաների մասին էր խոսում, հրեաներն ասում են, այ մարդ, բայց ամեն դեպքում այս մարդու մեջ կա մի բան, որը որ հիմա մենք չենք հասկանում, բայց հետո կհասկանանք, սենց ասեմ, որովհետև նրա մեջ այդ իմաստությունը, զորությունը նստած էր ու հոր ժառանգությունն էր, որովհետև Հիսուսն ասեց, հորը տեսած ինձ տեսած, սիրելիներս մենք էլ պիտի այսպիսի մտերմիկ հարաբերություն ունենանք, որ մարդիկ հասկանան, որ քո խոսքերի մեջ քո միտքը չի խոսում, այլ ինչ որ աստվածային, որովհետև ես հիմա նստած ստեղ տեսնում եմ ես եղբայրը խոսում է, բայց իմ վրա գալիս է ուրախություն, ծծություն, սփոփանք, մխիթարություն, թեթևանում եմ, ում հետ է սա կատարվում, նշանակում Աստված քո կյանքում գործում է, հենց հիմա քո նստած տեղը սիրելիս, ոչ թե նայի, որ իստեղ եղբայր է կայնած, այլ նայի, որ այսօր Աստված է խոսում, քեզ հետ, ես քո խնդիրները չգիտեմ, բայց կարամ քո խնդրի մասին խոսամ, կասես, վաու, այս որտեղից գիտի, շատ դեպքեր են եղել, նոր մարդ ունենք, եկեղեցի եկե, ու քարոզի ժամանակ սկսում եմ մի բան խոսում, ավարտում եմ, այս կինը հաջորդ ծառայությանը չի գալի, այդ ով իրան որ բերել էր եկեղեցի, ասել էր, ինչ էր խաբար տվե հովիվին, ասել էր, այսինքը, ասել էր, որովհետև իմ կյանքի բոլոր իստորիան իմ առաջ դրեց, ասել էր, այ քույրիկ ջան, ամոթ չես անում, ես ըսկի չգիտեմ քեզ,
այդքան խորապես։ Հովիվը որտեղից պիտի իմանար, ասեց, չէ, դու ասել ես իրան։ Դու չես կարողանում հասկացնել, որ Տիրոջ հոգին այստեղ է։ Տերը ամեն բան տեսնում է, անկախ լույսի մեջ, մթի մեջ, երթուղային տաքսու մեջ, տանը մենակ ես, բոլոր տեղերը Տիրոջ աչքերը նայում են, սիրելիս։ Ու լույսի մեջ, կտուրներում քարոզվում ու խոսվում է։ Նշանակում է մենք կենդանի Աստծո ենք պաշտում։ Հալելույա, փառք նրան։ Այն շնորհքի, այն պարգևի, որ կա ունի ու վառվում է դա միայն եկեղեցու մեջ, եկեղեցու ծառայողների մեջ, եկեղեցու այն անդամների, որ միշտ ջանք են անում, միշտ ուզում են, որ ամեն բան անեն, մի քայլ ավելացնեն, երկու քայլ, անկախ իրանց հնարավորություններից, ամեն, սիրելիս, մեր կյանքում կան իրավիճակներ, որոնք ցույց են տալիս իբր մտերմիկ հարաբերություն ունենք Տիրոջ հետ, բայց անկեղծ այդ մտերմիկ հարաբերությունը ցույց է տալիս կյանքի մեջ, որ մենք ընդամենը ձևական տեսք ենք տալիս, բայց երբ որ հարց ընկնում է իրար հետ շփվելում, իրար հետ արտահայտվելում, սկսում ենք էմոցիոնալ պատասխաններով իրար հետ վերաբերվել, ու ցավալին գիտեք որն է, ցավալին կայանում է նրանում, ոչնչացնելու փոխարեն սկսում ենք արդարացնել, գիտես Սուրբ Հոգին իմ մեջ սենց արթնացրեց, սկզբում հիշում եք ես Դերեկ Պրինսի օրինակը բերեցի, երբեք Սուրբ Հոգին չի պարտադրում, սենց չի թափտալի, վրուր եթե չասեցիր, աշկերդ կհանեմ, ու այդ մարդիկ գալիս են այն տեսանկյունից են մարդկանց ասում, իբր 5 րոպե առաջ Սուրբ Հոգին իրան ասել է, եթե չանես, էլ ինձանի չես պրծնի, սրանք անհեթեթություն են, գիտես, ես նորից եմ ասում նրա ձայնը արվակների ձայնի պես, քլքլոտ ձայնի պես է, ես չեմ հիշում իմ կյանքում Տերը խոսար, են որ ասում են, մի րոպե սպասեք լսեմ, էդ էլ է սուտ, Աստված հստակ է խոսում, նա քո սրտին է խոսք ուղարկում, նա քո մտքին է ուղերձ ուղարկում, հնարավոր չի, ես պատմել եմ շատ տարիներ առաջ, երբ որ մի հատ հարց կար իմ կյանքում չէր լուծվում, իհարկե առողջական խնդիր կար, դա լուծում էր ստացվել, բայց մի ինչ որ ֆիզիկական հարց կար ընտանիքի հետ կապված, դրանք չէր լուծվում ու բարձրանում ենք, Երևանում ենք այդ ժամանակ։ Եվ ես ինքս իմ հետ կիսվում էի, ասում էի, դե հա իհարկե, երբ որ ես գումար ունենամ, դա խնդիր չի ինձ համար։ Բայց ես չունեմ, ուրեմն դա ինձ համար խնդիր է։ Գիտեք Սուրբ Հոգին ինչ խոսեց մեղմ ձայնով, երբ որ դու հիվանդ ես, ինչքան գումար ծախսեցիր քո առողջանալու համար, ասեցի ոչ մի կոպեկ, ոչ մի լումա, ու այլևս չխոսեց։ Ես հասկացա, որ ոչ թե ֆինանսը կարա մեր փոխարեն ինչ-որ բան անի, ոչ թե իմ առողջությունը կարա իմ փոխարեն խոսա իմ առողջության տվյալների մասին։ Գիտեք, Աստված Աբրահամին այնպիսի ժամանակների մեջ բերեց, որ ինքը ընդհանրապես չմտածի, որ ինքը ի վիճակի էր Իսահակ ունենալու, որովհետև վաղուց Սառան արդեն ծերացել էր, թերևս Աբրահամը Սառայից հետո էլի երեխաներ ունեցավ, բայց համենայն դեպս, գիտես հարցն չի մեջ է կայանում, որ երբ որ մենք առողջ ենք, մտածում ենք մեր ֆիզիկականը տեղն է, բայց մենք մի բան մոռանում ենք, եթե Տերը մեզ հետ չի, ուրեմն մեր առողջությունն էլ մեզ պետք չի։ Դրա համար մեզ պետք առաջին տեղում լինի Աստծո մտերմությունը, Աստծո քաղցր, թանձր ներկայությունը, քանզ որ մենք մտածում ենք, որ ես առողջ եմ, ուժեղ եմ, չհաշված Աստվածաշունչը լավ գիտեմ, զգույշ մնաս մա չսայթակես։ Ամեն։ Դրա համար ես ուզում եմ նորից իմ շեշտադրումն անել, սիրելիներս, շատ հավատացյալներ կան, որ այսօր ցույց են տալիս, որ հավատքի մեջ են, բայց իրանց գործելակերպը, վարմունքը,
արտահայտությունը, էմոցիոնալ, իսկ ասում է բարկությունը չի խոսում Աստծո արդարության միջոցով։ Այսինքն Աստված միշտ մեղմ է պատասխանում։ Իհարկե Աստված երբ որ վայն տանի, թե Աստված մի օր կբարկանա, Աստված չանի, բայց ես գիտեմ մի բան, որ չեմ հիշում տենց մի տեղ։ Ես հիշում եմ Դավիթի պատմությունից, երբ որ Դավիթը սխալ բաներ էր թույլ տվել, ասեց 3 ընտրություն ունես անելու։ Մեկը որ քեզ գցելու է մարդկանց ձեռքը, մեկը որ հիվանդությունով ես մահանալու կամ հիվանդությունով ես տառապելու, եւ երրորդ տարբերակը ասեց իմ ձեռք, ասեց Տեր հոբ, քեզ եմ տալիս ինձ, որովհետեւ քեզանից ապահով չկա։ Հիվանդության ձեռքից պրծնել չկա, առավել եւս մարդկանցից, որովհետեւ մարդու մեջ նստած է չարության հոգին ու չգիտես, ասում է լեզուն մի փոքր անդամ է, բայց գեհենի կրակից սկսի շարժված խոսել։ Դրա համար սիրելիներս, ես ուզում եմ այս օրինակները դու հասկանաս, վերցնես քո կյանքի մեջ, օրինակ օգտագործես, որ երբեք էմոցիոնալ պատասխաններով չխոսես ոչ մի դիրքից, իբր դե դու իրան ինչ որ բան ես հանդիմանում։ Դա Աստծո չի։ Մեղմ պատասխանը, ասում է բարձր աղաղակը կիչեցնի։ Հիմա ընտրի որն ես ընտրում։ Ամեն։ Հովհաննես 15-17 համարները։ Ձեզ այլևս ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի թե իր տերը ինչ է անում։ Ձեզ բարեկամներ եմ կոչում, որովհետև այն ամենը, ինչ իմ հորիցս լսեցի, ձեզ հայտնեցի։ Դուք չէ, որ ինձ ընտրեցիք։ Գիտեր, որ դու չես ընտրել, ով է եկել այսօր իր կամքով եկեղեցի։ Գիտեր, որ Տերն է քեզ բերել։ Գիտեր, առաջի տեղը գնանք։ Գիտեր, որ օրերից մի օր, որ ինչ որ մեկը քեզ ավետարան քարոզեց, այդ պատահական չէր։ Նա ընտրեց։ Հիմա գիտես ինչ եմ ուզում քո միտքը բացեմ։ Հիմա դու այստեղ ես, չէ՞։ Մեկը 5 տարի կլինի, մեկը 10 տարի, մեկը այս խոսքը կա, չէ՞ երկնքից եկած։ Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի։ Հիմա ես քեզ ուզում եմ մի բան գաղտնիք բացեմ։ Քո կյանքում ինչ որ կատարվում, ասա Տեր, ես չեմ այս ճանապարհն ընտրել, դու ես ինձ բերել ես ճանապարհին, ուրեմն ոնց բերել ես այս հարցերին լուծում տու։ Ու կտեսնես պատասխանը չի ուշանա։ Հալելույա։ Բայց սիրելիս, ծառան չգիտի թե Տերը ինչ է խորհում մտածում։ Տեսացեք բան որ է իմանա թե գործարանի գլխավոր տնօրենը ինչ ծրագրեր ունի։ Հիմա կա այդ բանը։ Մի հատ պատմություն կա, մի գեներալ աշխատանքից տուն է վերադառնում, կինը դրսում է լինում։ Դե գիտեք, դրսի խոսակցությունն ինչքան համընկնում է իրականությանը։ Գալիս է տուն, ամուսնուն ասում է, այդ ճիշտ է, որ պատերազմ է սկսելու։ Ասում է, լսի, ես զինվորական փոքր կոչում չունեմ, գեներալ մարդ եմ։ Ես չգիտեմ, դու ես դրսից եկե ու ինձ ասում ես պատերազմ է սկսելու, մեկ էլ տրիվոժնի զանգ է գալի ու վերցնում է ծառայողական հեռախոս, ասում են ներկայացեք, որովհետև պատերազմ է սկսե։ Այս մարդը հավաքում է վեշը գնում, դե վերջը պատերազմ է։ Ընտեղից կնոջը զանգում է, նամակ է ուղարկում, ասում է, հլա գնա դրսում տեսես պատերազմը երբ է ավարտվելու։ Բայց սրա մասին չեմ ասում, սիրելիներս, ծառան չգիտի թե Տերը ինչ որոշում է կայացնում, ով գիտի իր զավակը։ Հիսուսը խոսում էր աշակերտների մասին, այսինքն եթե հիմա ում մոտ հարց է, թե ես խի եմ սենց ազատ, ամպագորգոր խոսում Աստծո բնավորության մասին, որտեղից գիտի, որ ճիշտը որն է, որը որ սխալը, այ հենց այս համարը կարդամ, դու էլ կարաս վերցնես ու այս օրինակը քո կյանքում օգտագործես։ Այլևս ծառա չեմ կոչում,
որովհետև ծառան չգիտի, թե իր տերը ինչ է անում, ձեզ բարեկամներ եմ կոչում, բարին կամեցողներ, որովհետև այն ամենը, ինչ իմ հորիցը լսեցի, ձեզ հայտնեցի, ինչ ենք լսում սիրելիներս, Տիրոջից եւ մեզ հայտնումը դուք չէ որ ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի ու ձեզ կարգեցի, որպեսզի դուք գնաք եւ պտուղներ բերեք եւ ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ որ իմ անունով խնդրեք հորիցը, տա ձեզ։ Այս եմ ձեզ պատվիրում, որ սիրեք միմյանց, սերը դա Աստծո ամենա կենտրոնական խոսքն է, որովհետեւ Աստված հենց ինքը սիրո տեսակն է։ Միջև հիմա չեք խնդրե, հիմա սիրելիս, դու հասկանում ես, որ այսօր դու լավ լուրջ խնդրելու բան ունես, ու Աստված էստեղ է, ներկա է։ Գիտես, քանի Աստված էստեղ է, սիրելիս, այս հոգսերիդ համար աղոթի։ Տեր այսօր յուրահատուկ ձևով է ներկա քո կյանքում։ Մյուս կիրակի էլ է լինելու։ Այն մյուս կիրակի էլ, նույնիսկ եթե ես ստեղ էլ չեմ, եթե նույնիսկ ես ստեղ չեմ, Տերը այստեղ է։ Վերաբերվի նենց, որ դու գալիս ես ոչ թե եղբորը, քույրիկին, ինչ որ մեկին հանդիպելու, նկատի ունեմ խոսքի ուղերձի ժամանակ, այլ դու մի բան հասկացի, որ Տերը այստեղ է, Տերը խոսում է։ Ամեն, փառք Աստծուն, գնանք առաջ։ Ծննդոց 18 17-ից 19 եւ Տերն ասեց. «Միթե Աբրահամից կծածկեմ, ինչ որ անելու եմ»։ Դու տեսնում ես Աստծո մտերմությունը Աբրահամի նկատմամբ։ Միթե ես Աբրահամից ծածուկ բան կանեմ։ Հիշում եք ես դրա մասին մի քիչ առաջ խոսեցի։ Հիմա ես այդ տեղերով հաստատում եմ, որպեսզի դու հասկանաս, որ այս իրավիճակներին կարելի է բարի ձևով նախանձել ու հասնել, անհնարին, անկարելի, ոչինչ չկա։ Եթե այն ժամանակ Սուրբ Հոգին չկար, բայց Աբրահամը ձեռք էր բերել այդ մտերմությունը, իսկ հիմա քեզ օգնող կա, գիտեք, այդ Սուրբ Հոգին է։ Այդ Պենտեկոստեից փոխանցված հրաշալի օրն է, որ այսօր մենք ունենք Տիրոջ այդ հրաշալի ժամանակ եւ խոսում ենք բաներ, մարգարեանում ենք, աղոթում ենք հիվանդների վրա, ով այդ ամենն անում, մենք, լավ էլի, մինն էլ մեզ ինչ-որ բան աներ, այլ Տերն անում սիրելի եկեղեցի, մեր գործոնը ընդամենը ներկայացնելն է, բայց ինչ-որ անում Աստված անում մեր կյանքում, դրա համար ես ուզում եմ այս խոսքը նույնպես քեզ համար դառնա, եւ Տերն ասեց, միթե ես Աբրահամից կծածկեմ, ինչ որ անելու եմ, Գործ Առաքելոց 20-27-ից 20-րդ գլխի 27-31 խոսքեր ասում, որովհետև ես չքաշվեցի ձեզ հաղորդելու Աստծո կամքը ամբողջությամբ, ամեն, զգուշ եղեք ինքներդ ձեզ համար և ամբողջ հոտի, որի վրա Սուրբ Հոգին վերակացուներ կարգեց, ովքեր են մեր հոտի վերակացուները, Աստվածաշունչը խոսում է մեր հոգիների տեսուչը, դրանք հովիվներն են, անտարբեր, հեգնանքով երբեք չմոտենաք ձեր հովիվներին, ձեր վերադաս ծառայողներին, հարգանք ունեցեք, ասում Աստվածաշունչը, կապ չունի քեզանից փոքր է, թե մեծ է, դուք ոչ թե մեծին ու փոքրին եք հարգում, դուք հարգում եք օծությանը, եթե դուք այս ամեն ինչը պատիվը տակ, ինչպես որ արժանա, ձեր վերադաս հովիվներին, ձեզ ծառայողներին, կտեսնեք, որ Աստված ձեր կյանքի մեջ բերելու է այդ փոփոխությունը, բերելու է հարգանքի արժանիքները, որովհետև ասում է, իմ մարգարեին մի բաժակ պաղ ջուր տվողը մարգարեի վարձք ունի, այսինքն այստեղ չգիտես ով է մարգարե, ով է հովիվ բարձրանալու, ով առաքյալ լինելու, մենք չգիտենք, բայց երբ որ մենք սիրուց դրդված պատիվ ենք անում, օրերից մի օր տեսնում ենք, որ այդ մարդը բարձրացել է ու ծառայում է Տիրոջը, ասում ենք, ինչ լավ էր, որ մենք այդ մարդուն ինչ-որ մի բանով կարողացանք աջակից լինել և օրհնել, և մենք կլինենք վարձքի մեջ օրհնված, ամեն, փառք Տիրոջը, Եփեսացիս 1:11-ից
մինչև 19 համարն է, բայց ես այս համարները, որ ասում եմ, որից որքան քո մոտ նշի, սիրելիս, ինչ այսօր հիմա պետք է ես դրա մասին եմ խոսում, բայց դրա ավարտը դու տանը կնայես ու կտեսնես, որ իրականում քո կյանքի մեջ մեծ բժշկություն կբերի։ Եվ նրանով մենք էլ ժառանգություն ստացանք, հետևելով նրա նախասահմանված ծրագրին, որ ամեն բան հաջողում է իր կամքի, խորհրդի համաձայն, որպեսզի իր փառքը գով կլինենք մենք, որ Քրիստոսի առաջին հուսացողներն ենք։ Նրանով դուք էլ հուսացիք, երբ ճշմարտության խոսքը լսեցիք ձեր փրկության ավետարանը, որին հավատացիք, խոստացված Սուրբ Հոգով կնքվեցիք, որ մեր ժառանգության գրավականն է մինչև ժողովրդի փրկությունը, որպեսզի նրա փառքը գովերգենք։ Նրա համար ես էլ լսելով Տեր Հիսուսի հանդեպ ձեր ունեցած հավատի եւ բոլոր սուրբերի հանդեպ սիրո մասին ձեզ համար գոհություն հայտնելու չեմ դադարում։ Ձեզ իմ աղոթքներին հիշում եմ, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոս Աստվածը, փառքը, Հայրը իրեն ճանաչելու համար տա ձեզ իմաստություն, հայտնության հոգի, որ ձեր սրտերի աչքերը լուսավորվի, ճանաչեք, թե ինչ է նրա կոչման հույսը, այնքան է սրբերի մեջ նրա փառավոր ժառանգության առատությունը եւ որքան գերազանց ու մեծ է նրա զորությունը, որով նա զորացնում է մեզ հավատացյալներից համաձայն իր զորավոր ուժի ներգործության։ Ամեն։ Եկեք որոշում կայացնենք, սիրելիս։ Այսօրվա իմ ուղերձը, որ Սուրբ Հոգու հետ, Աստծո հետ մտերմիկ հարաբերություն ունենանք։ Աբրահամի օրինակը սովորական մի մարդ ասեց. դուրս արի քո հայրական տնից ու բերեց ժառանգություն կարգեց։ Այսօր ես ու դու Աբրահամի հավատքի սերունդիցն են, գիտեիր։ Նույն աստղերը, ծովի ավազի հատիկները մեր ժառանգության մեջ են մտնում, բայց սկիզբը Աբրահամը դրվեց։ Դու կարաս լինես քո կերտաստանի, քո ցեղի, քո տոհմի առաջի առաքյալը։ Համարձակ գնա պատմի Քրիստոսի մասին, ինչա փոխե քո կյանքում Աստված, պատմի նրանց, ուրիշ բան պետք չի պատմել։ Ուրիշ բան Աստված չի էլ ուզում խոսես, ուզում է խոսես մի բան, ինչ կատարվեց քո կյանքում։ Շատերն ասում են, ես հրաշք եմ ուզում, գիտեք ամենամեծ հրաշքը որն էր, որ իմ նման մարդը Աստծուն օրերից մի օր կճանաչեր, ամենամեծ հրաշքը դա է իմ կյանքում։ Չգիտեմ, կույրի աչքերը կբացվի, մեռելը հարություն կառնի, բայց դա իմ աչքին այդքան չերևում, ինչքան որ իմ ապաշխարություն ու իմ Աստված ճանաչողությունը, որ նա մի օր կտավ ինձ, ցեխի, տիղմի, այս աշխարհի բովքի մեջ ու կանչեց իր անուշահոտ բուրբունքի մեջ եւ կանգնեցրեց, որպեսզի ես իր ճշմարտության ավետարանը կարոզեմ։ Տերը օրհնի ձեզ, Տերը զորացնի, Տերը իր Սուրբ Հոգու կրակը իջեցնի յուրաքանչյուրիդ վրա, որովհետև այսօր այդ առիթը կա, վաղը կա այդ առիթը, մյուս օրը կա, ոչ թե մենք սպասում ենք երբ է գալի մյուս հաջորդ տարին, որ Պենտեկոստել լինի, այլ ամեն օր Պենտեկոստ է, ամեն օր վերածնունդ, ամեն օր զատիկ է մեզ համար, ամեն, փառք Տիրոջը, հալելույա։ Այսօր բայց որոշման օր է, սիրելիս, որ ես հները թողնում եք ու ամեն բան նոր է լինում մեր կյանքում, ամեն։ Երկնային Տեր, այստեղ են մարդիկ, ովքեր որ ձեռք են բարձրացրել, դրանք իրանց որոշումն է, Տեր, որ լինեն այս տան մեջ, այս եկեղեցու մեջ եւ հավատարիմ պտուղ բերելու, Տեր։ Մենք աղոթում ենք, որպեսզի հաստատես, Տեր, յուրաքանչյուրի, նրանք ովքեր որ
հոժարություն ունեն, սիրով ծառայելու։ Հայր, դու այստեղ ես, որպեսզի քո կնիքը դնես իրանց վրա եւ իրանց շրթունքները սկսես օգտագործել եւ ծառայության մեջ եւ իրանց սրտի որակները խոնարհաբար մեկը մյուսին ծառայելու եւ լինելու հավատարիմ։ Ամեն բան քեզ ենք հանձնում, շնորհակալ ենք այս մարդկանց համար, իրանց որոշումների համար։ Թող Տիրոջ քաղցր թանձր ներկայությունը երբեք չպակասի ձեր կյանքից։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։